Խոմ ես պասել եմ նախվոպես։ Հայաս է։ Հայաս է։ Մի տխեմ ինչ տոտաղը մեկսն։ Հաչեն, ենա պապլաստուշտի կշանամա։ Ծնվել եմ 1992 թվականին Վարդենիսում, կռվի ընթացքում պապաս զոհվեց, հետո մայրս հորաքույրս դրեցին պապայիս անունը Հայասեր։ Չար տարում մեծացա, դպրոցը ավարտելուց հետո գնացել եմ Արցախի պետական համալսարան, որպես կերպարվեստի մասնագետ սովորել, հետո եկել եմ գյուղ, արվեստի դպրոցում 9 տարի դասավանդել, հետո որ 20 թվականի կռիվը եղավ, հոկտեմբերի 4-ին եղել եմ առաջնագծում, քանի որ մենք հետախույզներ էինք, տարան Ֆիզուլի, Վարանդա։ Գետի մյուս մասում մենք էինք, մյուսը թուրքերը։ Խարամատի խաշմերուկ ալնում։ Խաշմերուկ անցնում եմ, որ զանգիս պատասխանեմ, աներես է զանգում, խոսում ենք մի 30 վայրկյան։ Տեսնում եմ, որ ոնց է անաթաչու սարքը մտնում տղեկի արանքը, մի 20-30 մետր, տեղ 6 զոհ եք տալիս, որ տղերքը զոհվեցին, ես իրանց խոստացա, որ ձեր տեղ ես ծառայել եմ, գնացի դիմում գրեցի, հետո մտա Աշխարհաձոր 21 թվին մարտի 2-ին հրամանս եկավ, որ անցնեմ ծառայության։ Չդանամիացնի։ Որ գյուղում էինք, իմ հերթափոխը չէր։ Մի օր առաջ եկել էի տուն, որ կնոջս տանեմ ատամնաբուժի մոտ, հենց որ պատահեցինք, բարևեցինք, սեպտեմբերի 19-ն էր, ռումբերը պայթեց։ Հասնում է հենց ինձ ամուսինս ու մի հատ ինձ դրոմփոց ասեմ պայթունջի չգիտեմ այդ պահը ինչ էր, գոռացի, ասեց մի գոռա, ինչ ես գոռում, ինչ ես պանիկայի մեջ են գնում, բան ամպերն են երևի որոտում են, բայց այնքան էլ լավ արևոտ օր էր, որ ինչ անպասենք։ Հա, մենակով դու գնա։ Դավիթ։ Բարև ձեզ։ Տոն կինո։ Տոն։ Ոնց ես։ Ես պաչիկ չսրալ է։ Էդ տո այդ պալտոնները, տխե, տո բալաս, ձերքը տոլ։ Ոչ մեկիս լուր չունեի, կիսուրս Դավիթի հետ պարտեզում նկողում, ես Էդուարդիս ոնց որ սաղ ընտանիքը մեր ցակուցրի վեր։
Մեր երեխեքից խնդրեցի, դպրոցական էին, բայց իրանք այնքան ամուր ուժեղ ոգի ունեին, խնդրեցի, ասեցի, եթե գնաք երեխեք խնդրում եմ, կասեք էլի Կիսրուս, եթե չի վախենում, երեխուն վերցնի, գոնե գա միասին լինենք։ Մեր տունն էլ հենց դպրոցին մոտ էր, ասեցի կարող է հայասերի գա կամ ինչ-որ մի բան լինի, գոնե ուտելիք մի բան, ես վազեմ տնից վերցնեմ, էլի պարտեզը շատ հեռու է։ Իրիկուն ու շոտ սկեսուրս երեխուս հետ, փոքրիս հետ արդեն միանում ա մեզ։ Ես գնացի տղեկի մոտ, հետո զենք զնամաթերք վերցրեցի, գումարտակի հրամանատարը ասեց, որ թուրքերը մտել են վերցրել դիրքը, ռազվեդկան պիտի գնա։ Հետո գնացինք նեղ մի 2 կիլոմետր ոտք էինք քայլում, որպեսզի անօթաչու թռչախցարկը չխփի։ Ու իջնում եմ, իմ հետ իմ սմենչիկս ա գալիս Վադիմը։ Ես ու Վադիմը մի 5 րոպե բոյ ենք տալի, բլիժնի բոյ։ Դիմադրում ենք։ Վիրավորումս ստացել եմ հարարազդեներին վիրավորում, գանկորսկրի ծանր կողտարկ վազք։ Ուշ ժամ էր արդեն, սկեսուրս վատանում ա, ոնց որ մոր սիրտս գա, այդ պահին դե ես էլ երեխեքին գրկած, նենց մի վիճակ էր, արդեն սնարյադ էր ինչ էր գցում են դպրոցից մի քիչ վերև, ոնց որ սաղ բան ա անում, երեխեքից գրկեցի, ասեցի ինչ լինի, գոնե միասին լինենք։ Կեսուրիս դեղ տվեցին, հանգստացրեցին ու այդ նույն ժամերն էլ, որ հայասերը վիրավորվեց։ Մեկ էլ հիշում եմ, որ ինձ քաշում էին որպես զոհ, ես արթնացա, ասել եմ տղերք մի քաշեք շունչուց կտրում ա, ասել են հայասերը սաղ ա։ Արդեն ինքը առանձնացված էր բոլոր հիվանդներից, այսինքն նրան ուշադրություն չէին դարձնում զուտ նրա համար, որ ինքը ապրելու շանս չուներ։ Փորձում էին փրկել այն հիվանդներին, ում որ կարող էին, էլի շանս ունեին։ Նենց ստացվեց, որ կոմայից դուրս եկա, չէի խոսում, ձերքս չէի շարժում ոտս, հետո գնացի զինվորի տուն, զինվորի տանը 3-րդ օրը սկսեցի արդեն վերականգնվել։ Ղարաբաղում բիզնես ունեի, փայտի հետ էի աշխատում, հետո որ եկա ստեղ, մտածում էի դա իրականություն չի դառնալու, հետո ինձ հույս տվեցի, որ պիտի դժվարությունը մարդու համար ա էլի, ու սկսեցի փայտամշակման հետ կապված իմ բիզնեսս։ Խորհուրդ կտամ իմ նման վիրավոր տղերքին, որ պատերազմի օրերին եղել են կռվի դաշտում, չընկճվեն, միշտ իրանց վրա հույս դնեն, դժվարությունն էլ է մարդու համար։ Կյանքը պայքար է, պիտի համակերպվես, դժվարությունները հաղթահարես, ոչ թե չընկճվես, ասես
ես չեմ կարող, ես չեմ ուզում